Սեյրան, ես քեզ չէի խանգարում, երբ կուզենամ, որ լսես ուշադիր։ Ես անկեղծության կողմնակից եմ, գիտեմ, որ անկեղծությունը անպաշտ բան է, խոցվում է, կարող եմ չկիսել անկեղծության գնահատականները, բայց իսկապես անկեղծությունը մաքրում է մթնոլորտը, բերում է մարդկային դաշտ։ Եվ այս բանը ես կարծում եմ իսկապես այս անկեղծության մթնոլորտը այսպես թե այնպես գուցե ոչ մի տունավոր, բայց կա։ Եվ փորձեմ եմ ելույթը կառուցել առանց պայմանականությունների, մանավանդ որ գիտեմ, որ չկա որևէ մեկը, որ այստեղ նպատակ ունենա պետության մեջ վիճակ ստեղծել, վստահ եմ։ Արդյունքում կարող է գործողություններ դրան բերել, բայց որ ծրագիր ունենա որևէ հայ մարդ, այդ թվում նաև պատգամավոր վիճակ ստեղծի պետության մեջ չեմ կարծում։ Օրինակ մտածում եմ ինչ կարելի է անել հատկապես ազատամարտիկների հետ կապված դեպքից հետո։ Կարծում եմ, որ կամ պետք է փող ոստիկանը, ոստիկանապետը հրաժարական տար, եթե նույնիսկ նրան խնդրեին, որ հրաժարական չտար։ Ես խնդրում եմ, պարոն Սարոյան, ես խնդրում եմ առանց այնե այնքան ջերմացանք ձեր խոսքերից։ Հիմա թույլ տանք ելույթ ունենա։ Ես կարծում եմ, որ պետք է կամ ինքը գնար հրաժարականի, եթե նույնիսկ խնդրեին, որ հրաժարական չտար, ես կողմ եմ, ամեն մեկը իր խոսքի, իր արտաբերած բառի համար պիտի պատասխան տա։ Կամ եթե ոչ, նախագահը ինքը իր ժամանակներով պետք է ազատեր, վստահեցնում եմ, սա միայն ձեզ վարկ կբերեր։ Սա միայն կբերեր այն մոտեցումը, որ պետությունը ունի քաղաքական մեծամասնություն, որը իսկապես մտածում է իր վարկի մասին, պետության վարկի մասին։ Ես համաձայն եմ, ի վերջո ումն էր ձեռնտուսա, ես չէի ասի, որ քաղաքական իշխանության ձեռնտու էր։ Բայց պետք է հասկանալ, որ այդ ձեռնտու չլինելը նաև ունի որոշակի մեխանիզմ, որ այդ մեխանիզմը չպետք է զոհել կամ այդ մոտեցումը չպետք է զոհել ընկերական կամ ինչ-որ տղայական խմբակային շահի, թե մեր ընկերն է ոնց բանան։ Բա պետությունը, բա կերպարը, այդ կերպարը իսկապես պիտի կարողանալ պահել։ Ես չեմ կարծում, որ դա այդպես լիներ, վստահեցնում եմ, որ ձեր այս մի քանի ամիսների աշխատանքը լավ թե վատ, մի քանի անգամ ավելի դրական կդիտվեր, որ իսկապես իշխանությունը կանգնած է պետության գլխին, իշխանությունը մտածում է պետության հեղինակության մասին եւ այդ քայլով ասում որ իմ քաղաքացին պաշտպանված է։ Դուք դա չեք արել։ Ես վստահ եմ, գուցե թե ես չեմ ճանաչում այդ փոխոստիկանապետին, գուցե թե իսկապես շատ պատահական է բերանից դուրս եկել այդ խոսքը։ Ես չեմ ճանաչում իրեն։ Մարդ ենք, մենք էլ ենք հասկանում, պահեր կան, որ ասում ես բառեր, որ քոնը չի, քո բառամթերքը չի, բայց կրկնում եմ, խոսքի համար պիտի պատասխան տալ, առավելևս բարձր դասի զինված ուժերի ներկայացուցիչը եւ մի բան է, որ պատական մարդն է ասում, ոստիկանապետ, փոխոստիկանապետը, մի բան է, որ պատական մարդն է ասում, մի բան է, որ զորքի գլխին կանգնած հրամանատար մարդն է ասում, որի զինվորները ունեն ավտոմատներ։ Ես կրկնում եմ, ես սելեկտիվ բաներ չեմ ասում, սա այսօրվա բանը չէր։ Այս մեր պետությունը այս 20 տարիների ընթացքում ցավոք սրտի չկարողացավ հասկանալինք մի բան, որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա օրենքի առջև։ Ոչ թե փոխոստիկանապետի, ոչ թե արտագաղթած ինչ-որ մեկի հայրենասերի առջև պետք է պատասխան տա, այլ օրենքը պետք է գերակայի։ Բայց նաև կա ակսիոմատիկ ճշմարտություն, հարգելի գործընկերներ, կա ակսիոմատիկ ճշմարտություն, որ եթե պետության մեջ իշխանությունը իր կերպարով, իր պահվածքով օրենքի գերակայությունը հարգում է, հետո իր ոտքը վերմակից դուրս կանի են հասարակ մահկանացում, որ օրենք խախտի։ Դա պատճառը հետևանքային կապը հետևյալն է, իշխանությունը ոտնահարեց օրենքը, լկտի պահեց, մյուսները իրենց մակարդակով են այդ լկտիությունը իրականացնում։ Սա ակսիոմատիկ ճշմարտություն եւ քննարկման հարց չկա։ Եվ իշխանության այս քանի տարիների, այս 2 տասնամյակի ընթացքում ժողովուրդը մի բան արձանագրեց, որ իշխանությունը իրեն օրենքից վեր է դիտում։ Եվ այն, որ հայտարարվել է, որ չգիտեմ, այդ հայտնի հայտարարությունը, որ ես կարող եմ նորից չկրկնեմ դա, ակաժներ կտրել, եթե ինչ-որ մեկը բան ասի, սա այդ վայրկյանին չի ծնվել։ Այդպես չի ծնվել, ծերան սպասել, լավ, հասկացանք։ Դա այդպես չի ծնվել, ծնվել է այս տարիների ընթացքում։ Ես վստահ եմ, ափսոս գնացին գործընկերները։ Այն ժամանակ, որ այստեղ падգամավոր էին ծեծում խեղան թանված падգամավորներ։ Եթե իսկապես այստեղ կանգնեին ասեին ծեծել, չի կարելի ժողովուրդ, ամոթ է։
Ես հիմա կասեմ, որ ասել ենք, այ որ դու տեղ նստած ես եւ ասում ես, դու չես ասել, եւ քո ղեկավարությունը չի ասել, եւ մի ընդհատի։ Այստեղ նստած խորհուրդ են տալիս, ասում են, հիմա օգտագործում են հետեւյալ փաստը, թե եկեք տեսնենք երբ եք սկսել կեղծել ընտրությունները, եղբայր կամ եղբայրներ։ Այդ ժամանակ որ դուք իրենց այդ նույն իշխանության մեջ էիք, որ իրենք կեղծում էին ընտրությունները, ինչու ոտքի չկանգնեցիք, ասիք, բա ամոթ չեք անում, որ կեղծում եք։ Լռեցիք, կեղծված ընտրություններով իշխանություն ձևավորվեց, այսօր ասում եք, բա դուք եք կեղծել ընտրությունները։ Էլա կարելի է իշխանություն պահելու համար միշտ դեմագոգիայով զբաղվել, բայց մեկ էլ կարծես թե հասկանում եք, չէ՞ ինչ է կատարվում։ Ես վստահ եմ, որ եթե իմ գործընկերը այն պահին, որ խեղանթանված բերել էին падգամավորներին, ծեծում էին, այստեղ կանգնել ասել ես ինչ եք անում, մենք պետություն ենք թե ամքարություն։ Այդ բումերանգ այսօր չէր արվածի իրեն։ Ես դատապարտում եմ, որ արվածել են, ծեծել են իրեն, բայց դա բումերանգի փիլիսոփայություն է։ Էլ եմ կրկնում, կյանքի որոշակի բոլոր ոլորտերում խոսքի համար պիտի պատասխան տաս։ Ես համաձայն չեմ, որ կարող են հայոյել, վիրավորել, բայց նաև համաձայն չեմ, որ դրանից պիտի օգտվել։ Ինչ է նշանակում, որովհետև այն ժամանակ մարդկանց պարոն ազգային ժողովի նախագահն է ասում, այն ժամանակ մարդիկ էին կորում, հələ հիմա ինչ է։ Այսինքն ենթադրել այդ անցագործությունն են արել, որ կորցրել են մարդկանց։ Ուրեմն պետք է շարքել ասել, դե մենք էլ ենք շարունակում դա։ Բա մեր խնդիրը ո՞րն է։ Էլի հիշեցնեմ հայտնի դասականին, որ ասում են հիմարներն են, որ իրենց սխալների վրա չեն կարողանում սովորել։ Եվ ինչքան կարելի է շահարկել դա։ Ամեն մեկս մեր մակարդակով, մեր չգիտեմ մտավոր կարողություններով ուզում ենք օգնել, մեկից ստացվում է, մեկին չի ստացվում։ Բայց կան հայտնի ճշմարտություններ, երբ պիտի մենք հասկանանք, որ մեր սխալներից պիտի վերջապես գոնե մեր սխալներից կարողանանք դասեր քաղել։ Չկանգնենք, այստեղ իսկապես ասում եք դասեր չտանք, բայց մեկ էլ ելույթ եք ունենում, ասում եք տեսեք, եթե սրանք կողմ չքվեարկեք, կդիտվի, որ դուք բռնարկներին կողմ եք։ Ավելի համոզիչ է դեպքում իմ ասածը։ Եթե այս աննատամ հայտարարությանը դուք կողմ եք քվեարկում, եթե շատ հստակ է, որ պետք է պատասխանատվության մեխանիզմը դրվի այս հայտարարության մեջ, եթե դուք դեմ եք դրան, ուրեմն դուք կողմ եք, որ բռնարարքները շարունակվեն։ Ինչ եք դասեր տալիս այստեղ։ Ինչ եք դասեր տալիս։ Երբ մենք նախաձեռնեցինք 4 քաղաքական ուժերով, մեկ էլ պարզվեց, որ մեր ղեկավարությունից ասում են, գիտեք, ազգային ժողովը այդ լիազորությունը չունի։ Եղբայր, դուք մի քիչ ծանոթացեք սահմանադրությանը։ Ազգային ժողովը ինքը պետության բարձրագույն օրենսդիր մարմինն է, ինքը ձևավորում է գործադիր իշխանությունը եւ ցանկացած հարց ինքը կարող է այստեղ քննարկել հայտարարություն ընդունել։ Առավել եւս, որ ոստիկանությունը կառավարության կից է։ Ինչ են փորձում խուսանավել, ընդ որում չիմանալով սահմանադրության դրույթները։ Ես անկեղծ եմ ասում, մենք ասել ենք շատ ծանր իրավիճակի։ Մենք այսօր շատ ծանր իրավիճակում ենք հայտնվել։ Այնինչ այսօր կատարվում է շատ դեպքերում ոչ մեծանով արդեն պայմանավորված ֆինանսական շուկայում եւ այլն։ Վաղը իսկապես կարող է շատ անկառավարելի վիճակ լինի։ Ես չեմ տեսնում այդ լրջությունը, որ մենք ունենք։ Չեմ տեսնում։ Ընդ որում շատ ասում եմ, պայմանականությունից դուրս է իմ խոսքը։ Ես քայլում եմ փողոցում միշտ։ Այսօր 90% ով որ հանդիպել է, առաջ հարցը սա է ասել, ինչ է լինելու, պարոն Ակպյան, մեր վիճակը։ Դրամը արժե ձեռքումը, դեֆոլտը կախված է օդում։ Մենք էլ ուզում ենք արտահերթի ստանանք, քննարկենք դա, պարզվում է, որ ասում են ազգային ժողովը ինչ գործ ունի, որ քննարկի դա, բա ինչ պիտի քննարկենք։ Այս օրենքները, որ այսօր մենք անցկացրեցինք, դա կարող է 20 օր հետո այլևս պետք չլինի, որտեղ զարգացումները իսկապես այնպիսին են, որ ոչ մեկը, որ գլուխ կգոկագնի ստեղ կասի, ես գիտեմ ինչ է լինելու, նա ուղղակի գլուխ կգովի, որտեղ տրամաբանությունից դուրս զարգացումներ են լինում։ Ես argum եմ այս ամբիոնը, ես կարևորում եմ այս ամբիոնը, ես ուզում եմ, որ բոլորս կարևորենք այստեղ։ Հիմա գիտեք, մենք կարող ենք նստել այստեղ, ենթադրենք մեկը շատ է, մի թիմը շատ է, մեկը քիչ սկսենք դասեր տալ, ոնց կարող է մարդը ասում է, չգիտեմ, մատեմատիկան արագ մտել, ով է մտնում։ Դա անբարո գործառույթ է, որ պիտի մտնե։ Բայց նաև եկեք մեխանիզմ շակենք։ Օրինակ, ռոմանտիկայի ոլորտ չի, բայց ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը վաղը ասում է, «Էս ինչ եք անում, էս ինչ հայտարարություն է, փոխանակ կոնկրետ մեխանիզմով այդ մարդուն, մեր ընկերն է, այո, գուցե սխալվել է, չգիտեմ, փոխանակ պատժենք այդ մարդուն, լսել եք, այստեղ անատամի հայտարարություն է կարել»։ Թևան Պողոսյանը ճիշտ է ասում, ինչով է տարբերում այդ եռանախագահության հայտարարությունից, անատամ, խորհուրդ են տալիս ինչ պիտի անել, դա ումն է դատապարտում։ Ումն ինչ են դատապարտում, ասենք թե դատապարտեցինք, ես էլ կուրախանամ կասեմ, ինչ լավ է, չեն հասկանում, որ դատապարտեցի, ես էլ իմը կշարունակեմ։ Որտեղ է երաշխիքը։ Տառապանքի փորձում եմ ասում, որ զենք ունեցող մարդը, եթե վաղը այստեղ մի քիչ հավաք լինի, լարվածություն լինի, այդ զենքի մարդը, որ կարող է այդպիսի նախադասություն ասել, չի կրակելու այդ մարդկանց վրա։ Մենք ունենք չէ այդ ողբերգական նախադեպերը։ Կրկնում եմ, համոզված եմ ասում,
Չեմ կարծում, որ որևէ մեկը ուզում է այս պետության, մեզանից որևէ մեկը ուզում է այս պետության շատ վիճակ լինի։ Համոզված ասում եմ, ճանաչում եմ ձեզանից շատ-շատերին, ինտելեկտուալ կարողություններով, կռված մարդիկ եք, թասիբ ունեցող մարդիկ եք եւ այլն, բայց ինչ որ մենք իմանում ենք adekvat չի, համարժեք չի պետության մեջ ստեղծված իրավիճակին։ Համաձայնեք, որ այդպես է։ Դրա համար իսկապես ես չգիտեմ, իհարկե ես այս հայտարարությանը ես չեմ կարծում, որ կողք քվեարկեմ, որովհետեւ չեմ տեսնում մեխանիզմ եւ վաղը ես չտա Աստված, բայց գուցե վիճակ լինի, որ ասենք նաեւ մենք էինք մեղավոր, որ տվյալ պահին ճիշտ քայլ չեն կատարել։ Չտա Աստված, բայց չեմ այսպես 100%-ով բանանում, որ դա չի լինելու, որտեղ ես կրկնում եմ, տեսել եմ 94 թվականին, 96, 2008, 2003, 2000, այդ ամեն ինչը ես տեսել եմ, ամեն ինչը տեսել եմ։ Եվ մենք կամաց դարձրել ենք կենսաձև, քաղաքական փիլիսոփայություն, Հայաստանում ով է օրենքին ենթակա, ով է օրենքից վեր եւ ինչ պիտի անենք։ Մենք սխալ ճանապարհի վրա ենք, համարժեք չի մեր պահվածքը։ Եվ չգիտեմ, գուցե թե էլի քննարկում է պետք, ավելի լայն քննարկում, թե ինչպես անենք, որ Հայաստանը կարողանա այս մարտահրավերները, որ համաշխարհային բնույթ ունեն եւ կերպավորվել է այսօր նաեւ մեր յուրահատկություններով Հայաստանում, մեր պահվածքը համարժեք չի։ Չգիտեմ, խորհուրդ տալու արժ չունեմ, չեմ դիտում, որ պետք է խորհուրդ տամ, բայց կարծում եմ յուրաքանչյուրս մեր մտահոգության սահմաններում պետք է հասկանանք ոնց անենք, որ մենք այս մարտահրավերներին մատրենք։ Իսկ մենք դատապարտում ենք հայտարարությունը ընթերցվեց 4 քաղաքական ուժերի, իդեպ լավ կլիներ, որ 4-ը դառնար 6, դուք իմ ասում եք 2-ին թող միանար 4-ը, բայց ինչ կլիներ, որ 3 քննարկեինք սա, այդ 4-ին դուք միանայիք, որտեղ քանակ որակ դա շատ հարաբերական բան է, քանակն ու որակ դրանք հարաբերական բաներ են։ Դրա համար ես ասում եմ, լավ կլիներ, որ 3 միանայիք, բոլոր դեպքերում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է համարժեք կեցվածք որդեգրենք պետության մեջ ստեղծված իրավիճակի համապատասխան։ Շնորհակալ եմ։